Մենք նայում ենք չկաթողիկոս կտրիչ Ներսիսյանին և մեզ հարց ենք տալիս. ինչպիսի անասուն պետք է լինել, որ չհեռանալ պաշտոնից և այսպես համարել։ Ինչպես ասաց Հայաստանում մի քաղաքական վերլուծաբան, եկեղեցին չի կարող պետության ներսում ունենալ ինքնիշխանություն, անկախություն, այո, ինքնիշխան կարող է լինել միայն պետությունը, իսկ եկեղեցին չի կարող դուրս լինել իրավակարգից։ Բայց դա ամենագլխավորն էլ չէ։ Ինձ ավելի ուրիշ հարց է անհանգստացնում։ Եթե մենք սովորական քաղաքացիներս խանութից գողանանք մեկ ոսկյա մատանի, ինչ կլինի մեզ հետ։ Ճիշտ է, ազատազրկում։ Ինչպիսի պետությունում ենք ապրում, եթե լավ գիտակցում ենք, թե ինչ է կատարվում Էջմիածնի սուրբ գանձերի հետ, բայց լռում ենք։ Մենք բոլորս հիշում ենք, թե որքան ցույցեր էին կազմակերպում Հայաստանի քաղաքացիները մասոնքների վաճառքի դեմ։ Ակտիվիստների մի խումբ հայտարարում էր, որ կաթողիկոսարանում վաճառել են թանգարանային ցուցանմուշների մի մասը և հայկական կաթողիկոսների զգեստների թանկարժեք քարերը։ Դրանց թվում նաև եղել է Աստվածամուխ Գևարդի մի մասը։ Աստվածամուխ Գևարդը կամ Լոնգինոսի նիզակը, Ձեզիբյուրի նիզակ, Քրիստոսի նիզակ, ըստ Հովհաննես Ավետարանչի, խաչելության գործիքներից մեկն է։ Դա այն նիզակն է, որով հռոմեացի զինվոր Լոնգինը խոցեց խաչված Հիսուս Քրիստոսի կողին։ Ինչպես բոլոր խաչելության գործիքները, նիզակը համարվում է քրիստոնեության ամենամեծ մասունքներից մեկը։ Աշխարհի տարբեր եկեղեցիներում պահվում են մի քանի մասունքներ, որոնք համարվում են Լոնգինոսի նիզակը կամ նրա հատվածը։ Մասունքը գտնվում է Հայաստանում և ցեի դարից պահվում է Էջմիածնի վանական գանձատանը։ Մինչ այդ նիզակը պահվում էր Գևարդավանքում, Գեղարդ նշանակում է նիզակ, ուր, ըստ ավանդության, այն բերել է Թադևոս առաքյալը։ Լոնգինոսի նիզակի տարբերակներ պահվում են նաև Վատիկանում, Վիեննայում և Կրակովում։ Սուրբ նիզակի ուխտի օրը, Սուրբ Թադևոս և Սուրբ Բարթուղիմեոս առաքյալների հիշատակի օրը հավատացյալներին թույլատրվում է դիպչել այս մեծ մասունքին։ Կասկած չկա, որ շատ ոսկի և ադամանդներ են գողացվել, և ոչ ոք չգիտի, արդյոք եղել է այդ գանձերի ամբողջական ցանկը։ Ինչպես կարող է նման բան լինել։ Ինչու մեր պետությունը գույքի ստուգում չի անցկացնում, եթե հենց վարչապետն է ասել, որ կտրիճը Ռուսաստանի ԽՍՀՄ գործակալ է։ Այս մասին պետք է բարձրաձայնել։ Պետք է պահանջել կտրիչ Ներսիսյանի ձերբակալությունը և քրեական գործերի հարուցում մասունքների պակասելու համար։ Հեղինակ՝ Ռոման Բաղդասարյան։ Սյանին հեռացրել եք նաև ներխուժելով ռադիոտուն, քացով խփել, դուռը բացել, մտել եք, այդպես եք պատրաստվում մտնել վեհարան։ Դուք հաճախակի եք Սաղմոսներ ընթերցում, եւ դա իսկապես գովելի է, որովհետեւ ես չէի կարող անգիրանել, բայց Աստծուն մոտ լինելու համար կարծում եմ պարտադիր չէ Սաղմոսներ անգիրանել։ Կարելի է օրինակ եկեղեցի գնալ, աղոթել, միասնական աղոթքի մասնակցել, ընդ որում վեհափառ Հայրապետի մասնակցությամբ։ Ասում եք, որ չեք անմեղության կանխավարկած չի խախտվում, ձեր թիմի ներկայացուցիչները դուք չեք խախտում, բայց օրինակ ձեր ստատուսներից հետո, անմիջապես ստատուսներից հետո կալանավորում են գործարար բարերար Սամվել Կարապետյանին, որին իդեպ դուք եք անվանել բարերար, որը հսկայական ներդրումներ է արել Հայաստանի Հանրապետությունում, ընդ որում իր կալանքին նախորդում են ձեր հետևյալ ստատուսները։ Հույս ունեմ պետության համաբերաններդ կմնա, ասում եմ մենք մեր ձևով ենք միջամտելու, հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ ստահակ, ավելի ճիշտ ձեզ, բա միջամտի արա, ինչ ես չուլանում պախկվել։ Հետո, հեծի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղվում են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Սա ինչպիսի պետություն է։ Բիսեդկա է, ինչ է սա։ Դուք ինչպիսի պետության ղեկավար եք ձեզ զգում, հետո ասում եք ժողովուրդ ջան, այն ապագան, որը խոստացել է, հիմա մենք այդ ապագայի մեջ ենք ապրում, այսպիսի ապագայի մեջ ենք ապրում, երբ ձեր ստատուսներով կարող են բարեգործներ, բարերարներ կալանավորել, երբ դուք կարող եք բարձր ամյոնից այստեղ նստած այնպիսի արտահայտություններով դիմել սրբազաններին, եկեղեցու առաջնորդներին, որ նույնիսկ ամաչում եմ ես կրկնել։ Շնորհակալ եմ։ Դուք ասցիք, առաջարկեցիք, որ աղոթք լինի կտրիչ Ներսիսյանի հետ, ես դժվարանում եմ աղոթել մի մարդու հետ, որը Աստծուն չի հավատում։ Ես կտրիչ Ներսիսյանի հետ շփման որոշակի փորձ ունեմ, այդ թվում որպես վարչապետ, էլի կներեք, իմ տպավորություններն են պարզապես կիսում, եւ այդ երկար շփումների ընթացքում ոչ մի հոգևոր թեմա
չի առաջարկվել նրա կողմից։ Ասենք ցեմենտ, բետոն, գազել, փող, առնել, ծախել, արտահանել, ներմուծել։ Ասենք ինչ նշանակում աղոթես մարդու հետ, որը Աստծուն չի հավատում։ Ու հասկանում եք, ընդհանրապես կապ չունի, ոչ հոգևոր կյանք ունի, ոչ հոգևոր արժեք ունի, եւ այլն, եւ այդպես շարունակ։ Ինչ վերաբերվում է բարերարը, հասկացանք, եթե բարերարա, եթե այդքան բարերարա, թող իր ընկերություն ունենցանի գյուղերում մարդկանց բաները կոպեկ արած սառնարաններն ու լվացքի մեքենաները չվարվեն։ Այս պատմությունը ինչից է գնալ բան արել, սկսվել ընդհանրապես։ Գնում ենք գյուղերում, որ իրանց պատմության ընթացքում ոչ մի անգամ բարեկարգված փողոց չեն ունեցել, մանկապարտեզ չեն ունեցել, դպրոց չեն ունեցել, որ գյուղ մտնում ես փոխանակ մարդիկ գան ուրախության գալիս են ասում սառնարանս վառվեց, լույսը չկա, բանը հաստոցս վառվեց, էս վառվեց, բա ով է դրա պատասխանը տալու։ Բարերարը թող բան անի, իր պարտավորությունները կատարի, իր բանի վրա, իր կազմակերպության սպառողներ եւ ոչ թե մի հատ դուս գասի թքած ունեմ։ Բա մենք ինչքան թքած ունենք ոչ թե հեծի վրա, այլ նրանց վրա, ովքեր թքած ունեն հեծի վրա։ Որտեւ հեծը մեր ռազմավարական ենթակառուցվածքն է, ոնց թքած ունեք։ Հեծի սպառողները մեր ժողովուրդն են, ոնց թքած ունեք։ Ասում եք, սենց եք պատկերացնում, այո, սենց եմ պատկերացնում պետությունը, որ կարա պետության վրա թքած ունեցածի ցանկացած մեկին բերի հավսար զգաց վիճակում։ Ես ասեցի դրա մասին։ Դուք ինձ մեջբերում եք, կարող է թաքուն եմ արել այդ գրառումները։ Թաքուն չեմ, չէ արել։ Այդ գրառումների մեջի մեջ են, չէ։ Բա ժողովուրդը երբ որ 2020 մինչև հիմա դուք եք ինձ բա ինչ եղավ Պողպատե մանդատը։ Պողպատե մանդատը ընդեղ է, որտեղ պետք է իր սպառողների իրավունքները պաշտպանի, իր երկրի շահը, բա սա խոպան է։ Բարերար։ Էսա կպարզենք, բարերարը սպառողներին քանի միլիարդի վնասատվ է։ Էսա կպարզենք, այդքան 100 անգամ հասցինք, այդ փող կապակցված ընկերությունների գնումներին դադարեցրեք։ Նա գալիս են ասում գործարան ենք բացել, էսի գործարան, ամբողջը բանա, ֆինանսական սխեմա է հեծի բաները անելու, հեծի գնումները փողերը պտտելու։ Այդ ով ասես տենց բարերար կլինի։ Էլ չեմ ասում, որ Աստվածաշունչը ասում է բարերարես, բարերարությունը գաղտնի պահ է, ոչ թե անի թմկահարի եւ փողահարի։ Էլի հարգելի լրագրողներ, այդ որ ասում ենք միակ մարդը, որ պետք է հրաժարական տա, ես եմ, ես հրաժարական տվել եմ։ Ես հրաժարական տվել եմ, ընդ որում 2 անգամ։ Եվ ժողովուրդը Հայաստանում ժողովրդավարությունը, ժողովուրդը ցանկացած պահի կարա որոշի, ով է իշխանություն եւ ով իշխանություն չի, ժողովուրդը որոշել է, որ ես Հայաստանի վարչապետն եմ եւ ես Հայաստանի վարչապետն եմ։ Կներեք, քանի ժողովուրդը այլ բան չի որոշել, ով ուզում է երկինք թռնեն, ուզում է գետնին իջնեն։ Այդ հարցը կարա լուծի միայն ժողովուրդը։ Ինչ վերաբերում է վեհարանը, արդեն ասեցի, աղոթքով, սաղմոսով, սիրով, բայց ես թույլ չեմ տա, որ տպավորություն ստեղծվի, թե Հայաստանում բարոյականություն չկա։ Ինձ համար սրբություն կա, ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, ինձ համար թիվ 1 սրբությունը երկրի վրա
Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, Հայաստանի պետականությունը, Հայաստանի ինքնիշխանությունը, Հայաստանի անկախությունը։ Ես անձնական հարթության սրբություններին չեմ անդրադառնում, բայց որպես վարչապետ, որպես Հայաստանի այդ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ, ինձ համար սրբությունը հայ առաքելական եկեղեցին է։ Նոր կտակարան Աստվածաշունչ ինձ համար սրբություն է։ Ես եկեղեցիներ գնում եմ եւ աղոթում եմ եկեղեցիներում, մոմ եմ վառում, երբեմն լուսաբանում եմ, երբեմն չէ։ Եվ երբ որ տեսնում եմ ինչպես են վերաբերվում եկեղեցուն, ինչի այդ որ ես ասում եմ չուլանացում, դուք չեք տեսնում, հա, դուք չեք տեսել դա։ Աստվածաշունչը ստեղ էլ ասում, եթե չեք տեսնում, ասում է պիտի նայես եւ պիտի չտեսնես, պիտի լսես եւ պիտի չիմանաս։ Կարող է ձեր գործատուները ասում են մի տեսեք, բայց չեք կարող դուք չտեսնեք։ Սեփական կարծիք ունենք։ Շատ ավելի լավ, ամենայն հարգանքով ձեր կարծիքին։ Ուրեմն չեք կարող չտեսնել։ Չեք կարող չտեսնել այդ վերաբերմունքը։ Ոնց կարելի է եկեղեցուն վերաբերվել նենց, ոնց որ ասենք ենթադրենք արմատուրայի բանին, արտադրամասին։ Ոնց կարելի է այդպես վերաբերվել։ Ոնց կարելի է եկեղեցուն վերաբերվել նենց, ոնց որ ենթադրենք բանի ցեմենտ բետոնի բանին, արտադրամասին։ Մի հատ էլ բանը ասում են վեհափառ հայրապետը սենց մի հատ իսկ իրանք ներսում իր մասին խոսելիս ինչ են ասում են վեհափառ հայրապետ չգիտեն իրանք չգիտեն ինչ են ասում ինչ են ասում օրինակ վանականները եւ մյուսները Կտրիչ Ներսիսյանի մասին, երբ որ իրար մեջ են խոսում։